Հետաքննական լրագրության դպրոցը։ Հա, Ուզում ես հիշենք հա։ խոսանք։ Ես դեղերի մասին հետաքննություն էի արել։ Հա։ Հա, ես Բայց քո նա իրոք աուտիզմ չեմ ունեցող հիշում։ երեխեքի խնամքին էի անդրադարձել։ Բայց այդ ժամանակ ուզում էիր ակտիվ լրագրությամբ զբաղվեիր։ Հա, այդ ժամանակ ուզում էի։ Լավ, ոնց որ հարցազրույցը արդեն սկսել եմ։ Լավ, արի սկսենք։ Ողջույն, այսօրվա մեր սևարգում, ինչպես տեսնում եք, տաղավարը փոփոխել ենք եւ ունենք շատ հետաքրքիր հյուր, լրագրող, բլոգեր Զարա Ղազարյանն է այսօր մեզ հյուրընկալվել։ Ողջույն Զարա։ Ողջույն Լիլիթ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիր։ Դու առաջինն ես այս նոր տաղավարում հյուրընկալվում։ Ոտքս խայրով լինի։ Շնորհակալություն։ Ես ու դու նոր հիշում ենք, թե որտեղից իրար գիտենք։ Դու դեռ այն ժամանակ չէիր զբաղվում феминистական թեմաներով. Да, շատ վաղուց էր։ Это было давно и неправда. Հեռավոր 2018 թվականն է, 17, չեմ էլ հիշում հիմա։ Ու ուզում եմ այսօր հենց այդ Զարայից գանք այսօրվա Զարային, որովհետև դեռ այն ժամանակ դու ուզում էիր կողմնորոշվել, թե ինչպես ես ներկայանալու, չէ, կարծում եմ, թե այս կյանքում ինչով ես ուզում ավելի շատ զբաղվել, կարծում եմ նաև այդ շրջաններ, երբ որ նաև իմ կյանքում էլ ինչու ոչ, թեև երկուսս էլ լրագրող էինք, բայց կարծում եմ այդ տարիներին դեռ չունեինք այն բուն նպատակը, թե ինչի համար ենք ուզում մեր գործունեությունը եւ ինչին ենք ուզում ուղղել։ Մի քիչ երկար ստացվեց սկիզբը։ 20 ամյակների սկիզբներ մեր, ինձ թվում է երկուսիս էլ։ Իրականում, հա, այդ этаպում դեռ 21 հեռուստաընկերությունում եմ ես աշխատում, ավելի շոու բիզնեսյան ուղղվածություններ, File Pro նախագիծն էի վարում, բայց նոր որ խոսում ենք, ես հիշեցի այն թեման, որին ես անդրադարձել էի, աուտիզմ ունեցող երեխաների մասին էր այդ ժամանակ, որ անդրադարձանք, մենք մասնակցում ենք ծրագրի, YouTube-ում դիտողներին մենք պատմենք։ Հա, նախապատմությունը պատմենք, ինչպես ենք ծանոթացել։ Մենք մասնակցում ենք ծրագրի, որտեղ Բոստոնից ժամանած Բրյուս Գելերման անուն ազգանունով մի հրաշալի լրագրող մեզ սովորեցնում էր հետաքննական ժուրնալիստիկայի հմտությունները։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն էր կազմակերպել, բարևում եւ ողջունում ենք բոլորին։ Այո, իրենց շատ եմ սիրում, որովհետեւ հրաշալի ծրագրեր ունեն, եւ այդ ծրագրի շրջանակներում մենք ծանոթացանք Լիլիթի հետ, ու չնայած ես ավելի շոու բիզնեսյան ուղղվածությամբ էի զբաղվում, բայց ենթագիտակցորեն թե ինչպես ստացվեց, ինչու որոշեցի անդրադառնալ հենց թեմայի, որը ինձ իրապես այդ շրջանում էլ հետաքրքրում էր, որովհետեւ կամավորական մշակի աշխատանք կատարել եմ, բայց դες նոր հիշեցի, որ շատ հետաքրքիր եւ հիրախային թեմայի եմ անդրադարձել, որին այսօր էլ սիրով կանդրադառնայի։ Ու դրանից հետո միանգամից եկան քո կյանքում մեծ փոփոխություններ, ճանապարհորդություն դեպի Ամերիկա եւ ֆեմինիզմի թեմայով արդեն վերադարձած Զարա։ Մի քիչ զարմանք կար, թե ինչ թեմայի ես անդրադառնում։ Ուզում եմ պատմես այդ նախապատմությունը, հա, ինչու սկսեցիր հետաքրքրվել ֆեմինիստական թեմաներով, սկսեցիր հատկապես այդ ուղղվածությունը լուսաբանել, ինչ էր դա քեզ համար մի նոր աշխարհ էր, թե միշտ ունեցել ես այդ թեմաների մասին լուսաբանելու կարիքը, բայց չես հասկացել ինչ հարթակով եւ գուցե Ամերիկա ճանապարհորդությունը քեզ ուղղակի օգնեց այդ ամեն ինչը քո մեջ բացահայտել։ Երբ դեռ հեռավոր 2015-16 թվականներին ես իմ առաջին Instagram-ն էջը բացեցի, դա ավելի շատ դար 21-ի իմ գործունեությանն էր նվիրված, շոու բիզնեսյան, ինչ-որ միջոցառումներ եւ այլն, այնտեղ մի շատ հետաքրքիր բան էի գրել, որը մինչեւ վերջին տարիները կար, Cute but Psycho, ու այսպես բիբարիկ էր փոքրիկ կողքը դրված, կարծեմ Facebook-ում դեռ դա է գրված, ու ես մշտապես եղել եմ այդպիսին, փորձել եմ համադրել cute լինելու, չգիտեմ, հայերեն համարժեք չեմ կարող հիմա գտնեմ, ռեժիմը, բայց ֆրանսիացիները ասում են մինյուն։ Մինյուն, այո, հենց այդպեսին եմ արտակնապես մշտապես եղել, նաև դիրքավորումն էլ, բայց ներքուս մշտապես եղել եմ ըմբոստ եւ երբեք իմ հանդեպ ոչ վատ վերաբերմունքն եմ հանդուրժել, ոչ ինչ որ խտրական դեպքերը, եթե անգամ ես չեմ գիտակցել, օրինակ գիտակցական մակարդակով, տերմինոլոգիայի մակարդակով ես չեմ իմացել, որ դա սեքսիզմ է, որ դա խտրականություն է կամ մեկ այլ ինչ որ տերմինով բնորոշվող բան, սա շատ կարեւոր էր, բայց անցումը
խոսել այդ թեմաների մասին, եղավ իրոք Նյու Յորքում կայացած այդ կոնֆերանսի ժամանակ հասկացա, որ հայկական իրականության մեջ չեն խոսում դրա մասին, չեմ ուզում ինչ-որ վեհ բաներ, մեծ բաներ ասեմ, որ ես էի առաջինը եւ այլն, չէ, ուղղակի ինձ այդքան հաճախ չէր հանդիպել, այդքան շատ ես չէի տեսել, որ ուղղակի մի աղջիկ, որը միջին վիճակագրական աղջիկ է, ոչ ինչ-որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է, ոչ ինչ-որ այսպես խիստ մարդ է, չէ, ուղղակի մեզանից, մեր շրջապատից ինչ-որ մի միջին վիճակագրական աղջիկ դուրս է գալիս եւ խոսում է ինչ-որ խնդիրների մասին, առանց տերմինների սկզբնական շրջանում հասկացա, որ դրա կարիքը կա եւ կարելի է դրա մասին խոսել, եթե անգամ 4 հոգի դա լսի, իմ համար դա ձեռքբերում էր ու սկզբնական շրջանում ես ընդհանրապես չեմ մտածել, որ ես կարող եմ լսարան հավաքեմ, ամենայն անկեղծությամբ ասում, դրա միտումը բացարձակ չեմ ունեցել, որովհետեւ ուղղակի հրապարակում էի սկզբում աշխատանքային չաթ ունենք, ինչ որ բաներ էի անում եւ այդ չաթում էի տեղադրում հետո Facebook-ում։ Facebook-ում, հա, սովորական ուղղակի Messenger-յան ինչ-որ բաներ խումբեր, այդտեղ էի գցում հոլովակները, հետո Facebook-ում սկսեցի հրապարակել, հետո արդեն ուղղակի ձեռքի հետ նաև Instagram-ում ու այդպես լսարան կարողացա հավաքել շատ օրգանիկ ձևով, որովհետև երբեք գովաստ որպես այդպեսին չեմ միացրել, գովաստ չեմ վերցրել այլ ինֆլուենսերներից, ուղղակի այսպես ինքնաբուխ լսարանս առանց ես այդ երևույթների դեմ որևէ բան չունեմ բնականաբար գովազդ եւ այլն, ուղղակի ուզում նշեմ, որ ինքնաբուխ է հավաքվել լսարանը։ Այսինքն պահանջարկը կար Հայաստանում։ Այո, պահանջարկը կար այդ թեմայի ու ինքս էլ լինելով հայկական իրականության մեջ աղջիկ։ Վստահաբար կա, ես չեմ էլ կասկածում, որ կարիքը կա, հա, որովհետև մենք մի քիչ բաբլի մեջ ենք ապրում, ինձ թվում է։ Ավելի ստերիլ միջավայրում։ Քիչ թե շատ, հա, բայց ամեն դեպքում, երբ որ վիճակագրության թվերին ես նայում, շատ ավելի վատ վիճակ է իրականում Հայաստանում այդ առումով, կանանց իրավունքների պաշտպանության մասին է խոսքը։ Բայց այստեղ գիտես ինձ ինչն է հետաքրքիր։ Շատ մարդիկ, երբ որ ինչ-որ մի ուղղվածություն են վերցնում, մտածում են, դե լավ, սա շատ վաճառվող կլինի, դրա համար այս թեմային շատ անդրադառնամ։ Քո նախատրամադրվածությունը կարծում եմ այդպիսինը չի եղել, որովհետև ժամանակներն էլ այդպիսինը չէին, ես միանշանակ հալածվելու էի այդ թեմային անդրադառնալուց եւ հալածվել եմ։ Գուցե հիմա այդ թեման ինչ որ առումով շատերի համար կարողա թվա վաճառվող, խայպովի, հա, այսպես ասենք։ Հայպային, հա, բայց այն ժամանակ, երբ որ ես սկսեցի դա անել, իմ նեղ շրջապատնել, մեկնաբանությունների մակարդակով էլ, այսինքն ես իմ վրա զգացել եմ hate-ի մի ալիք, ատելության խոսքի մի ալիք, որը դժվար է պատկերացնել մի թեմա, որ օրինակ այդ թեմայի շրջանակներում այդքան ատելության խոսք կարող է գա մարդուն, ինչքան սկզբնական շրջանում ինձ է եկել, բայց ժամանակի հետ բարեբախտաբար անհամեմատելի է հիմա ինձ սիրողները վստահաբար ավելի շատ են, իմ լսարանը, որոնց ես շատ եմ սիրում ու եթե չլինի իմ լսարանը, բնականաբար ես կմտածեմ, որ կարող է մենակ ատելության խոսքը այս աշխարհում, չէ, բայց այդ հայպային ալիք շատ մեծ է։ Հա, հա, դա է միանշանակ երևում է, բայց այդ հայպային ալիքը քեզ ավելի շատ ուժեղացրեց, դա մոտիվացրեց, թե ավելի շատ վախեցրեց այդ նախնական շրջանում։ Ոչ մոտիվացրեց, ոչ վախեցրեց, երևի եթե Նկատի ունեմ ինչը ստիպեց քեզ ավելի պարբերաբար դրա մասին խոսել։ ուղղակի ցանկությունը, ուղղակի ցանկությունը իմ համար կարևոր էր դուրս գալ եւ ինքնաարտահայտվել։ Ավելի շատ այստեղ ինքնաարտահայտվելու անհրաժեշտություն կար իմ համար, քան օրինակ լսարան ձեռք բերելու կամ մեկ այլ բանի։ Հասկանում արդեն մյուս փուլը բնականաբար, երբ որ դու խոսում ես, կարևոր է որ քեզ լսեն։ Եթե ես հետադարձ կապը չզգայի աղջիկներից, եթե ես այդքան սեր չզգայի ու հիմա էլ գնալով ավելի շատ անում դրական տեսակետներ եւ դրական վերաբերմունք։ Ու արդեն հայպին շատ հումորով ես վերաբերում, ես վերջերս քո այն հոլովակը AI-ով պատրաստած շատ կրեատիվ էր։ Ովքեր չեն տեսել, ասեմ, որ Զարան պատրաստել էր իր հեյթերների կարծիքներով AI-ով երգ էր պատրաստել ու շատ ծիծաղել էր դա կողքից նայում։ Ավելի այդ հասկանում եմ, ատելության խոսքը կարա մարդուն կոտրի, ինձ էլ է շատ-շատ դեպքերում տղամարդկանց կողմից
եկած ատելության խոսքը ես այնքան իմ սրտին մոտ չեմ ընդունում, որքան կանանց դեպքում է, սա կարող է շատերի մոտ ինչ-որ խտրական բան լինի կամ սենց ասեն, այսինքն, բայց իմ մոտ այդպես է, ես ավելի իմ սրտին կպնում է կանանց կողմից եկած ասածները, որովհետև շատ թեմաներ կան, որոնց օրինակ տղամարդիկ չեն բախվում եւ իրենք ոչ մի կերպ չեն կարող կնոջը հասկանալ, բայց կինը կնոջը հասկանալ, կարծում եմ պետք է, որքան էլ մենք տարբեր իրականություններում ապրենք, սոցիալական տարբեր իրավիճակներում ապրենք, միևնույնն է կամ մի ուժ, որը ստիպում է քեզ ավելի լավ հասկանալ մեկ այլ կնոջ։ Ապրումակցել, ինձ թվում է Ապրումակցել, ապրումակցման այո, մասին է խոսքը, որը բոլորիս կարևոր է։ մեջ քիչ-քիչ պակասում է։ Ես հույս ունեմ, որ լավատեսություն ունեմ, որ դա նաև քո ստեղծած կոնտենտի միջոցով ինչքան էլ սատիրիկ եւ հումորային լինի եւ սուր լեզվով լինի, կարծում եմ ամեն դեպքում ինքը ինչ որ խնդիրներ ինչ որ չէ, շատ խնդիրներ բարձրաձայնում է եւ իր թիրախին հասնում է։ Այստեղ նաև ինչի համար հարցրի, արդյոք դա տրենդային էր քեզ համար վերցրիր այդ նիշան, հա, այդ թեման թե ոչ, որովհետև նաև քո անձնական կյանքը հաշվի առնելով, հա, կա այսպիսի մեր հասարակության մեջ մի կարծրատիպ, որ երբ որ աղջիկը իր ընտանիքում ունեցել է խնդիր, հոր կորուստ կամ հոր բացակայություն, միայն այդ դեպքում են աղջիկները զգում, որ իրենց իրավունքների համար պայքարելու կարիք կա, կամ կա եւս մեկ այլ հակառակ կարծրատիպը, որ այդ աղջիկները դառնում են շատ խեղճ ու իրենք թողնում են, որ իրենց մայրիկի ճակատագիրը կամ նման կանան ճակատագիրը իրենց հետ կրկնվի ու կարծում եմ այսպիսի օրինակներ Հայաստանում շատ կան, դու էլ բախված կլինես, քո մեջ այդ երկուսի որ պայքարն էր։ Խնդրում այս հոլովակին արձագանքեք պապա ունեցող ֆեմինիստները, պապա եւ ամուսին ունեցող ֆեմինիստները։ Չէ, դա կարծում եմ ավելի շատ կարծրատիպ է, որովհետև իմ մեջ որպես այդպեսին այն սկզբնական շրջանում, հա, եղել է ժամանակաշրջան, երբ որ ես մտածել եմ, որ եթե փորձեմ ինձ ինչ որ կարծրատիպային ձևով պահեմ կամ պակաս խելացի երևամ, արդեն եղել է այս մասին խոսելու, ինձ Դու ավելի, ասել ես հա, հիմարիկ Երևան, որ ինձ ինձ կլինի կյանքը, բայց հետո մի պահ հասկանում ես, որ չէ, դեպքեր կան, որ պետք է ասես, որ լարի ասեմ, ասենք գոտում հետ ես վատ խոսում կամ դու իրավունք չունես իմ հետ այս կերպ խոսելու, այսինքն դա մարդու ներսից է գալիս, հանդուրժել դա, որովհետև էլի եմ ասում, դու չես կարող հավերժ խաղալ մի կերպար, որը քոնը չէ, ինչ որ պահի դու ըմբոստանում ես ու ես էլ ամբողջ կյանքում տարբեր դեպքերի հետ կապված ըմբոստացել եմ։ Պատրիարխալ հայրեշանական համակարգում աղջիկ մեծանալ առանց հայր, սա շատ դժվար է, շատ կարծրատիպեր կա, շատ դեպքեր են եղել, որ ասել է նույն մամայիս, ասել են աղջկատ ամուսնացրու, անտեր չմնա կամ չգիտեմ այդ մասին էլ ես դու անդադ պատմում ու հետաքրքիր է, որ շատերը ամաչում են դրա մասին խոսել, ինձ թվում է շատ կարևոր է, որ դու բարձրաձայնում ես այս թեման ու ինչ էր մայրիկիդ արձագանքը, այստեղ շատ կարևոր է, որովհետև մեր մամաների սերնդին շատ խոհեմ, նուրբ, այսպես հեզիկ-նազիկ, ներողամիտ են դաստիարակել ու այստեղ կարծում եմ այդ ներողամիտ լինելը նաև դաստիարակության հետևանք է։ Այստեղ նաև մայրիկիդ գործոնն է շատ կարևոր, թե ինչ է ինքը արձագանքել ու դա նաև քեզ վրա է ազդեցություն թողել, կարծում եմ։ Մամաս սկզբում այդ ատելության խոսք եւ այլն, վառել, վհուկ, ինչ որ այս կարգի մեկնաբանություններից ինքն էր նեղվում, բայց ինքը Instagram ունի, բայց չի օգտագործում, գրեթե չի մտնում Instagram, ավելի իր մոտ վայ կողա քեզ նեղացնեն եւ այլն, մամայական ինչ որ sense բաներ, բայց հետո որ տեսավ ինձ լրիվ միևնույնն է, լրիվ չասեմ, բայց ինչ որ մակարդակի համենայն դեպս ես թույլ չեմ տալիս, որ դա դիպչի ինձ ես փորձում եմ այդ սահմանը պահել, դա տարիների հետ այդ իմունիտետը դեռ ձեռք ես բերում ու այդ սահմանը մամաս հասկացա, որ այդ սահմանը հստակ կա եւ ես պահում եմ այդ սահմանը, մնացած դեպքերով շատ աջակցող վերաբերմունք ունի այս ամեն ինչին ու
երբեք մամաս էլ ինձ այնպես չի դաստիարակել, որ ես ինչ-որ հարցերում խեղճանամ, իմ մաման էլ ինքը բնավորությամբ խեղճ չի, որևէ կերպ խեղճ չի, Բայց դու հակառակը ասել ես, որ շատ ներողամիտ է եւ շատ ձեր ներողամիտ է։ բարեկամներին, հայրիկից Հա, շատ հա, ներել է։ ինքը շատ ներողամիտ է, բայց խեղճ որպես այդպեսին չի ընդհանրապես, հակառակը ինքն էլ է տեսակով ըմբոստ, բայց շատ ներողամիտ է, ինչը ես օրինակ ես ինձ ներողամիտ մարդ չեմ համարում, հիշաչար չեմ, բայց ներողամիտ էլ չեմ, ոսկե միջինն է ինչ-որ առումով իմ մոտ, մամաս տեսակով ըմբոստ է և ես տեսել եմ իմ առաջ կնոջ կերպար, որը իր երջանկության համար է պայքարում, իր կոմֆորտի համար է պայքարում ու այդ ամեն ինչը անում է շատերին ներելով և ընդառաջելով և կյանքի տարբեր դրվագներում նաև օգնելով։ Ես որպես կնոջ կերպար էդ եմ վերցրել իմ մամայիցս, իսկ մնացած հարցերով ես երբեք չեմ ասել ես հայր չունեմ, ես խեղճ եմ, ես դժբախտ եմ, ոչ մի դեպքում, շատ մարդիկ, չգիտեմ, կյանքի բերումով հայր չունեն, մայր չունեն կամ ունեն հայր չեղածի հաշիվը, ունեն մայր չեղածի հաշիվը կամ գուցե երկու ծնողներն էլ Աստված տա ողջ առողջ են, բայց իրենք ունեն որոշակի խնդիրներ, այսինքն ես չեմ կարծում սա հոգեբանական ինչ-որ sense փոքրիկ բան ազդեցություն կարող է ունենալ, չեմ ուզում դա հերքել, բայց դա այդպես չափանիշ չի, որ ես հայր չունեմ, ես դարձել եմ ֆեմինիստ կամ չգիտեմ, այդ հաստատ չափանիշ չի ու բոլոր աղջիկներին, ովքեր առանց հայր են մեծացել, ոչ մի դեպքում մի խեղճացեք, ոչ մի դեպքում մի ամաչեք այդ հանգամանքից, դա բացարձակ ձեր մեղքը չի, ես տարիներ առաջ, շատ տարիներ առաջ եղել է դեպքեր, որ ես ամաչել եմ, ասեմ, որ վայ ես պապա չունեմ։ Ուզում եմ այդ վախերիդ մասին պատմես, թե ինչեր ես հաղթահարել փոքր տարիքից։ Ոչ թե վախենում եմ, դիսկոմֆորտ էր ինձ այդ մասին խոսելը, ասել է, որ ասենք ես պապա չունեմ։ Հասկանում եմ մի բան այն չի, բայց նաև մենք այնքան նրբանկատ հասարակության մեջ չենք ապրում, որ այդպիսի հարցերը շատ ավելի առողջ ձևով հաղթահարենք։ Հատկապես նախորդ տարիներ, նախորդ տասնամյակի տարիներին գոնե։ 2000-ականների սկիզբը, երբ ես արդեն դպրոց էի հաճախում, շատ դեպքերում նույն դասատուների կողմից, ուսուցիչների կողմից ինչ-որ հարցեր էին տալիս, որ անպայման չէր այդ հարցերը տային, գիտակցելով, իմանալով, օրինակ այդ դասանում կա աղջիկ, որը պապա չունի, չնայած ես միակը չէի, հետագա տարիներին այդ հարցերից ես խուսափել եմ, բայց այդ տևել է շատ կարճ, որովհետև ես և շատ էմոցիոնալ եմ և միաժամանակ շատ հարցերում շատ սառն եմ, շատ կտրուկ եմ, իմ համար այդ հարցերը փակված են և ես սկսեցի արդեն այդ հարցին շատ adekvat և նորմալ նայել, դա փորձեցի այնպես անել, որ ոչ իմ կյանքի որակի վրա ազդի, ես կառչեմ անցյալից և ասեմ ես հայր չունեմ, սա իմ կյանքի որակի վրա ազդել է, ոչ ես անկեղծորեն ասում, դա չի ազդել իմ կյանքի որակի վրա, ես չեմ ունեցել երբեք, որ համեմատեմ, ասեմ պապայի հետ լավ էր, առանց պապա վատ է, չէ, ես ամբողջ կյանքում ապրել եմ այդպիսի իրականության մեջ, որ պապա չի եղել, հետևաբար ես չեմ կարող ասել, եթե լիներ լավ կլիներ, թե կարող վատ լիներ, համատելու եզրեր ես չունեմ, դրա համար ինձ ինչ-որ առումով հեշտ էր այս թեմայի մեջ մտնելը և հպարտորեն ասելը, որ այո, ես մեծացել եմ առանց պապա, բայց դա ինձ ոչ խեղճացրել է, ոչ ես պարտվել եմ հայրիշխանական համակարգին, հակառակ ես մշտապես ըմբոստացել եմ և ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին ես կամ ստացել եմ հրաշալի կրթություն, ունեմ հրաշալի աշխատանքներ, ինքնուրույն առանց որևէ աջակցության, հաղորդումն ինձ բան է, որ կարող ես էլի բաց դեմքով ասել, որ ես երբեք որևէ մեկի աջակցությունը բացի իմ մամայի աջակցությունից, իմ մաման ամբողջությամբ ինձ մենակ է մեծացրել, ֆինանսական առումով ևս լինելով ուսուցչուհի, հետագա տարիներին արդեն ես էլ ամեն ինչ մենակ ինքնուրույն մինչ օրս արել եմ և որևէ մեկը ինձ որևէ գումարով կամ ինչ-որ բանով չի աջակցել կամ ինչ-որ բան չի արել, որ ես ունենամ առաջընթաց, այն ամբողջ առաջընթացը, որը ես ունեցել եմ, դա ես ամբողջությամբ արել եմ ինքնուրույն և ուզում եմ յուրաքանչյուր աղջիկ դա գիտակցի, հավատա իր ուժերին, չհավատա այն մտքերին, որ քեզ պետք է սիրած ունենաս, որ ինչ-որ բանի հասնես կամ հարուստ պապա ունենաս, ինչ-որ բանի հասնես, չէ եկեք մենք լինենք հենց այն աղջիկը, ով պայքարում է հարուստ ամուսինների և հարուստ սիրածների հետ, այդ մրցակցությունը արդեն իրանց
մի հատ level ենք դուրս գալիս, որ արդեն ֆինանսապես ստատուսով մենք պայքարում ենք Այլ անհավասար պայմաններում։ Այո, վատ իմաստով չեմ ասում պայքարում, առողջ մրցակցությունը արդեն հենց այդ level-ի վրա է, էլի, ոչ թե պայքարում ենք ինչ-որ մեկի հետ, որը այս X հաջողությանը հասել է X միջոցը կիրառելով կամ պապայի միջոցներով։ Հիմա Դրա համար ողջունենք խիզախ մամաներին, որ այո, իրենք իրենց նեղություն տալով այդքան դժվարությունների միջով անցնելով դաստիարակում են ու կարողանում են հասցնել երազանքներին, ոնց քո մաման քեզ է հասցրել քո երազանքներին։ այո, բայց խոսքս թող սխալ չհասկացվի, Քավլիցին, այնպես չի ասում եմ, վայ, հարուստ պապա լիներ կհրաժարվեի։ Ոչ, իհարկե, հարուստ պապայից բնականաբար այդ գումարներից արհեստական կլինի, որ ասել է, բայց եթե կյանքը մեզ Ամեն մարդ ունի իր կյանքի ռիթմը, իր կյանքի ժամանակը։ Քննադատելի չի որևէ կերպ դրան չենք քննադատում, ուղղակի ես իմ օրինակով եմ ուզում ասեմ, որ այն աղջիկները, ովքեր մտածում են, որ իրանց մոտ կարող է ինչ-որ մի բան չստացվի, որովհետև իրանք չունեն տղամարդու ֆինանսական աջակցությունը, հանեք այդ միտքը ձեր գլխից, որովհետև դուք ինքնուրույն այնքան ուժեղ եք, այնքան բաների կարեք ինքնուրույն հասնեք ու շատ կանայք կան մեր իրականության մեջ, որոնց օրինակով մենք իրապես կարող ենք ոգեշնչվել։ Բացի այդ, մեր աշխատաշուկայի մեծ մասը կանայք են այսօր։ Այո։ Ցավոք սրտի, իհարկե, գուցե։ Գումարած երկրորդ չվճարվող աշխատանքը տնային տնտեսուհու աշխատանքը։ Ու նաև համաձայն ես, որ հասունանալը նրա մասին է, որ դու ընդունում ես, որ այդ ցավը եղել է անցյալում, բայց դա դու չես, այդ ցավը չի ձևավորել քեզ։ Դա եղել անցել է ու պետք չի դրանից վախենալ։ Ես ցավի հետ կապված ունեմ sense մի հատ վերաբերմունք, որ յուրաքանչյուր դրվագ, որը ինձ ցավեցնում է, ես այդ դրվագի հետ կապված միշտ ասում էս էլ կանցնի ու ընդամենը մի տարի հետո այս ցավը ես էլ չեմ զգալու։ Մի շաբաթ հետո էլ ես այդ ցավը այն ուժգնությամբ չեմ զգա, ինչ ուժգնությամբ ես այդ ցավը հիմա զգում եմ։ Երբ ես եկել դրան։ Եթե sense որ կյանքի նշանաբան ես ասեմ, դա է, սա էլ կանցնի։ Դրան եկել եմ շատ էմոցիոնալ աճ ապրելուց հետո, ինձ պետք էր ժամանակ։ Մինչև հիմա էլ այնպես չի մոտ ամբողջությամբ դա ստացվում է։ Չէ, ամբողջությամբ էլի չի ստացվում, էլի որոշակի ռեսուրս ես պետքա ներդնեմ, որ կարողանամ այդ ռակուրսից նայեմ ցավին կամ այն հանգամանքին, որ ինձ ցավ եմ պատճառել։ Էմոցիոնալ աճ ապրելու արդյունքում ես եկա այդ մտքին, որ մտքին չէ, ավելի շատ այդ այն բանն է, որ մտքով չես կարող։ Երևի ներքին զգացողությանը։ Որ հա, այսինքն մտքով ես կարող եմ ասել, սա էլ կանցնի ու ես վստահաբար իմանամ ուղեղի մակարդակով իմանամ, որ հա, այնքան դեպքեր են եղել, որ ինձ օրինակ մի տարի առաջ սարսափելի ցավեցրել են, որ ասում եմ վերջ, ես աշխարհի վերջն է, բայց հիմա ես այդ դրվագը որ հիշում եմ, ոչ ոք չեմ զգում։ Կպատմես, թե շատ անձնական է։ Չէ, շատ են այդ, նենց չի sense մի դրվագ ա եղել, որ պատմեմ այդ դրվագի մասին։ Չէ, ինչ-որ զուտ օրինակը, որ ինչ-որ մի բան, որը մեզ ցավ է պատճառում այդ սիտուացիայում, ուժա պետք գիտակցության մակարդակով ինքներս մեզ ասենք, որ մի շաբաթ հետո, մի տարի հետո էս էլ մեզ այս կարգի չի ցավեցնելու ու փորձենք զբաղվել մեր առօրյա գործերով։ Հասկանում եմ, էմոցիոնալ ու զգայական մակարդակով շատ բարդ է, բայց ռացիոնալ կողմով մենք կարող ենք այդ անել ու մի քիչ մեր վիճակը ավելի կթեթևանա։ Սա զուտ իմ անձնական փորձառությունը կիսեմ, որ ինձ շատ է օգնում, կողա էլի մարդիկ լինեն, որոնց օգնի։ Քանի որ դու պատմել ես, որ հոգեբանի մոտ այցելել ես, այս գիտակցության եկել ես իր հետ աշխատանքի ընթացքում, թե չեմ եկել, ասա երբ ես հասկացա, որ դու հոգեբանի կարիք ունես։ 2020 թվականին ես Միացյալ Նահանգներում էի եւ պատերազմական իրավիճակը Հայաստանում սկսվեց, դրանից առաջ կորոնավիրուսն էր, դրանից առաջ ես շատ ռադիկալ, sense միանգամից որոշում կայացրի եւ ասացի ես դուրս եմ գալիս իմ աշխատանքից, որտեղ ինձ շատ լավ էր, կորոնավիրուսի ժամանակ գրեթե ոչ մեկ գործ չուներ, լրագրողներս մենք տենց բավականին օրնի բուն աշխատում ենք, նույնիսկ հիվանդ ժամանակ ես հիշում եմ։ Եվ այդպիսի ապահով կոմֆորտ զոնա էր իմ համար իմ աշխատավայրը, ես աշխատում էի թերթ AM
եմ life-ում, իմ համար սենց շատ կոմֆորտ աշխատանքային միջավայր էր, ամեն ինչ հրաշալի էր, ես բոլորին սիրում էի, բոլորին սիրում էին, մի խոսքով, ու սենց շատ մի օրում որոշեցի, կորոնավիրուսը դեռ իր պիկին էր, այո, երևի այս ժամանակներն էր, ապրիլի վերջ, մայիսի սկիզբ, ու որոշեցի, որ ես դուրս եմ գալու աշխատանքից, բոլորի համար դա շոկ էր, բայց միանգամից դուրս եկա այդ աշխատանքից, եւ մնացի առանց աշխատանք, հետո իհարկե բարեհաճ գտնվեցին եւ ես սկսեցի անել TikTok-ը Թերթեյեմի, ինչը ամենայն անկեղծում, երբ որ մենք սկսեցինք TikTok-ը անել Թերթեյեմի, այնքան քիչ էր շուկայում լրատվականներ, ովքեր TikTok ներխուժել էին, մենք առաջիններից ենք ու շատ հավես էր կոնտենտ վարելը TikTok-ի համար, հենց լրատվականի ֆորմատով, մի խոսքով սկսեցի դա անել, բայց էլի ինչ որ վստահելի հիմնական աշխատանքից ես դուրս եկա, չունենալով բլոգ, որովհետև դեռ բլոգս չկար, չունենալով եկամտի ինչ որ աղբյուր, բայց էմոցիոնալ շատ վատ վիճակում լինելով։ Իսկ հիմա որ փորձեմ հիշեմ, ես ոնց էի գումար աշխատում այդ этаպում, կդժվարանամ, անկեղծ։ Հիմա չեմ կողմ հիշեմ։ Մայրիկներ օգնում երևի։ Մայրիկներ, հա, օգնում, գումարած դրան մենք մեր սեփական տունը չունենք, այսինքն մենք որոշակի գումար էինք վճարում նաև տան համար, ուզում հիշեմ ոնց էի փող աշխատում, բայց ես քանի որ շատ ամեն ինչին թեթև, կարող էին բլոգից մտածեմ, որ ես ամեն ինչ շատ ծանր եմ տանում, բայց չէ, հակառակը, որ տես ծանր տանելով խոսում ենք, ներքուս շատ ավելի հարցը շատ թեթև ենք տանում, ինչևէ այդ этаպում այդպես ես հասկացա, որ մի բան այն չի, որ ես առանց մտածելու ինչ որ որոշում եմ կայացրել։ Բայց ասում են COVID-ին շատերն են այդպիսի որոշումներ, ռադիկալ որոշումներ կայացրել։ Այդ ստրեսի ազդեցության տակ։ Հետո էլի կիսա աշխատանքային, կիսա կրթական ծրագրով գնացի Միացյալ Նահանգներ, դեռ պատերազմական իրավիճակը չէր սկսվել։ Այդպես ու էլի, բայց հասկանում եմ, որ ինչ որ մի բան էմոցիոնալ մակարդակով իմ մոտ այն չի, որովհետև իմ կյանքի որակներ ընկած, ես պրոդուկտիվություն չունեի, այն դեպքում, երբ որ ես շատ պրոդուկտիվ մարդ եմ, շատ աշխատասեր մարդ եմ, ու էլի ներքուս զգում էի մի բան այն չի, հետո պատերազմական իրավիճակը սկսվեց Հայաստանում, ամբողջությամբ ես հոգեպես, ֆիզիկապես տապալվեցի ու արդեն դա փսիխոսոմատիկայի էր վերածվել, երբ որ իմ հոգեբանական վիճակը իմ ֆիզիկական առողջության վրա ազդում էր։ Բայց էլի ես ուղեղս անջատած, այդպես ուզում եի հասկանալ ինչը այն չի, որ գործ արա կդզվես, մեր իրականությունում չտենց են, չէ, ասում գնա աշխատի կդզվես, մի կենտրոնացի, ինչ որ անիմաստ բաների վրա ես կենտրոնանում եւ այլն, արժե զրկել այդ հոգեբանական վիճակը կամ զառանա, էլի գլխի մեջ մի բան կատարվեց, էլի չգիտեմ, ինչ որ sense բաներ։ Պատերազմից հետո արդեն, այսինքն դեռ ընթացքի մեջ էր նոյեմբեր 12-ին է իմ ծնունդը ու չարաբաստիկ դեպքերը հիշենք երբ են եղել ու մենք մոռացել ենք իմ ծնունդը։ Կյանքում առաջին Թվում է, հա, բոլորիս հետ այդ ինչ որ տրավմատիկ բաներ եղել են։ Մենք նոյեմբեր 12-ը ուղղակի մոռացել էինք։ Ոչ թե ես ասում եմ, որ բնականաբար այնպես չամեն տարի նշում եմ, գրեթե ես չեմ նշում ծնունդները։ Զուտ մոռացել էիր, որ մոռացել էինք։ Բայց Ամերիկայում էիր այդ ժամանակ։ Չէ, արդեն հետ էիր եկել, հա, որովհետև ասենց չէի կարողանում ոչ մի կերպ այնտեղ տրամադրվել, մամաս էստեղ, ես այնտեղ, ու հերվից նաև մի քիչ այդ լարվածությունը շատ ավելի շատ է։ Այնտեղ Սան Ֆրանցիսկոյում տարբեր նախագծերի ես մասնակցեցի, էլի այստեղի հետ կապված, չգիտեմ, պատերազմին դադարեցնելու կոչերով տարբեր նախագծեր կային էլի միջազգային, բայց հասկանում եմ, որ ներքուս բան այն չի։ Եկա Հայաստան, մի խոսքով այդ ծնունդս մոռացանք, իմ հոգեբանական վիճակը մի քիչ ավելի վատացավ եւ այդ ժամանակ մենք վշտի հաղթահարման թեմայով Դիանայդ հաղորդում արեցինք եւ այնտեղ երկուսով հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անուշի հետ հանդիպեցինք եւ այդտեղից սկսվեց այդ զրույցից հետո ես հասկացա, որ ես ունեմ հոգեբանի կարիք։ Ավելի ուշ դե յուրաքանչյուր մարդ ըստ իր հոգեբանական վիճակի պետքա հասկանա ինչ հոգեբան ընտրի, այդպես չի, ես խորհուրդ տամ հոգեբանը, մարդիկ գնան այդ հոգեբանի մոտ, չէ, դա այդպես չի աշխատում, որտեղ յուրաքանչյուր մարդուն պետքա իր հոգեբանը, իր լեզվով խոսող, որ իրեն կոմֆորտ լինի, ես գտա ինձ համար հոգեբան եւ սկսեցի այցելել հոգեբանի։ Այսքան երկար պատմեցի զուտ այն բանի համար, որ կարող է երկար ժամանակ դուք ժխտեք ձեր հոգեբանական վիճակը, ձեր կյանքի որակի վրա դա ազդի, բայց մի օր ամբողջությամբ դուք տապալվեք գետին ու ամեն ինչ բառի բուն իմաստով
կորցնեք, որովհետև այդ ժամանակ ես հենց 0-ի վրա էի, որքան էլ միջազգային նախագծից էի հետ եկել, ինչ որ բլոգ էի փորձում անել, բայց ես հասկանում էի, որ ես իմ պոտենցիալը չեմ օգտագործում, որ արդեն ես ունենում եմ տագնապային գրոհներ, ես կարող եմ հաղորդման կեսից ուղակի դուրս գայի, ինչ որ շատ լավ առաջարկ աշխատանքային մերժ է, այդ տագնապի պատճառով։ Ու լիքը բան ես այդ, չեմ, 2020 թվականը շատերիս կյանքում անհասկանալի ինչ որ ժամանակաշրջան, ես էլ անմասն չեմ այդ ամեն ինչից ու իմ կյանքում էլ 2020 թվականը ցենց ինչ որ սև գիծ է ամբողջությամբ, որ ես հիմա շատ քիչ բաներ եմ հիշում, մենակ երևի հիշում եմ պատերազմը, իմ տագնապային գրոհները, մի թողեք ձեր հոգեբանական վիճակը այդ կարգի վատ լինի, Համաձայն եմ։ շատ բաներ կկորցնեք ուղակի։ Իրականում ինձ թվում է բոլորիս կյանքը բաժանվեց 20 թվականից առաջ ու հետոյի ու որ պատմեցիր, ես հիշեցի, որ այդ շրջանում ես էլ եմ հոգեբանի գնացել ու ես այդպես էլ չգտա իմ հոգեբանին ու ինքնուրույն փորձեցի իմ խնդիրները հաղթահարել ու այդ նույն տագնապային գրոհները, որովհետև կարծում եմ անմարդկային իրավիճակներում ենք եղել ու հաղթահարել ու հասկանում եմ լրիվ ինչ իրավիճակ ա եղել քո մոտ, բայց կարծում ես, որ ամբողջությամբ հաղթահարել ես ու միայն պատերազմի հետևանքներ, թե Չէ։ շատ խնդիրներ Միայն պատերազմի հետևանք չէ, ի հայտ եկան երևի այդ ժամանակ։ որովհետև պատերազմից առաջ էլ հենց այդ քովիդյան շրջանում էլ ես որ աշխատանքից դուրս եկա, ընդհանրապես ինձ նման մարդ չէր, ինձ նման չէր այդ իմ նման մարդ այդպես Այդ զառան քեզ նման չէր։ Ով էր այդ զառան։ Չգիտեմ, ընդհանրապես, որովհետև ես ամեն ինչը պլանավորող մարդ եմ, ես ամեն ինչը վերահսկող մարդ եմ, իմ մոտ ամեն ինչ sense ժամային գրած է, կարող է դա վատ է կամ մարդկանց շատերին Control freak ես։ Հա, ես ամեն ինչի ես պետքա վերահսկեմ, գրեմ, պլանավորեմ, անգամ իմ Instagram-ը, որ շատ բաներ օրինակ իմ հավեսի համար եմ ուղակի անում, դրանք իմ մոտ sense պլանավորած են հստակ, ու որ ինչ-որ բան շեղվում այն պլանավորածից, ես արդեն ներվային անում եմ։ Ես մի 6 ամիս առաջ պլանավորած, ինչքան էլ հայկական իրականություն դա շատերից կարող է թույլ չտա, վաղվա օրը անգամ չհասկանանք ինչա լինելու, շատ անկանխատեսելի է մեր իրականությունը դարձել, բայց ամեն դեպքում մոտ sense 3 ամիս, մի ամիս, 2 ամիս sense պլանավորած է Ու ըստ դրա հետո փոփոխում ես։ Հա, Կյանքի փոփոխություններ, մեր ամենօրյա փոփոխություններով։ Բայց իմ հոգու հանգստության համար, թե իմ ֆինանսական վիճակը, թե sense ամեն ինչը ես պետքա պլանավորած լինեմ, որ ես ունեմ աշխատանքային այս պայմանագիրը, այսքան եմ աշխատելու, գումարային մասով այսքան է, ամեն ինչ կոմֆորտ, ամեն ինչին վերահսկողության շրջանակում, անգամ եթե ինչ-որ մի հատ վատ բան լինի, ես դրա համար ունեմ պլան B, ունեմ պլան B, ունեմ պլան C, ես sense մարդ եմ էլի, ամեն ինչը Բայց ինչ վախեր ես դրանով հաղթահարում control freak լինելով, այսինքն ամեն ինչ վերահսկելով, ինչ վախերի ես դեմ գնում։ Որ ինձ հույս եմ տալիս, որ ամեն ինչ իմ վերահսկողության տակ է։ Անորոշությունից է վախը։ Անորոշությունը իմ համար սարսափելի է, ավելովս իմանամ, որ ինչ-որ վատ բան է լինելու, քան իմ համար անորոշ լինի։ Այ անորոշությունից ես իրոք ունեմ վախ, դրա համար փորձում ամեն ինչ պլանավորեմ ու երբ որ ես շատ թռիչքներ եմ ունեցել, այսինքն ծիծաղալու է, որ ես ասեմ ինքնաթիռից վախենում եմ, որովհետև այնքան թռիչք եմ ունեցել, այնքան երկար 30 ժամ մինչև ինչ-որ վախենալու ինքնաթիռներով եւ այլն, բայց ես ունեմ թռիչքից վախ ու հոգեբանի հետ երբ որ մենք աշխատում ենք, ինքը ասես դա այն իրավիճակն է, երբ որ քո ոտքը գետնին կպած չի, ինքնաթիռը օթվում է, ինչքան էլ մենք ֆիզիկա ուսումնասիրենք, բայց այդ զգացողությունը կա եւ դու դա այն գործընթացն է, որը դու չես կարողանում վերահսկել։ Վախը ոչ թե լողից է պետքա վախենաս, եթե այդպես է։ Բայց լողը էլի իմ վերահսկողության տակ այս ինչ որ բան անում եմ, բայց ինքնաթիռում հետաքրքիր է։ Ֆոբիայի հասնող է այդ վախը։ Ավիաֆոբիա չունեմ, փորձում եմ չհասնեմ այդ ավիաֆոբիային, բայց այդ անհանգստությունը կա ու այդ ոչ թե որ ինքնաթիռը կընկնի կամ ինչ որ մի բան կլինի, այլ այդ վախը հենց անորոշության հանդեպ է վախ։ Ու ավիաֆոբիա ունեցողների մեծ մասի մոտ խնդիրը հենց այդտեղ է, որ դու վախենում ես չվերահսկելու մի process, որը օդում կախված է, ասենց եթե ասենք, ու դու դա չես վերահսկում, չես կարող դուռը բացել, թռնել, դուռը բացել, փախնել, դա մի իրավիճակ է, որ քո վերահսկողությունից դուրս է, դրա մասն էլ ենք հոգեբանի հետ խոսել, այդ անորոշություն, երբ որ ես քայլ արեցի դեպի անորոշություն, ես հասկացա, որ իմ հետ
խնդիր կա։ Դե պատերազմն էլ իր հետևանքները թողեց, այսպես ասած, ու Հա, ես չեմ ուզում լինի սիտուացիա, որ նորից ես ունենամ հոգեբանական այն վիճակը, որ ես ունեցել եմ, որովհետև այդ շրջանում ես հարաբերություններ եմ փչացրել շատ մարդկանց հետ, նաև անդառնալիորեն եմ փչացրել, ես շատ բաներ եմ կորցրել, թե ֆինանսական առումով, թե այսինքն քեզ ոչ կարիերայի բնորոշ առումով։ էիր պահում։ Այո, ինձ ոչ բնորոշ Ըհը։ բաներ էի անում, անգամ մամայիս հետ, որ մամաս իմ կյանքում ինձ ամենամտերիմ մարդն է, որ եթե ես ամեն ինչ կիսվում եմ եւ այլն, անգամ մամայիս հետ որոշակի ինչ որ sense անհասկանալի անջրպետ կար իմ ու իրա միջև, այսինքն ես կարող առավոտյան արթնանայի, սենյակում մնայի, սենյակից բացարձակ դուրս չգայի բառի բուն իմաստով, մի քիչ լացեի, մի քիչ sense ծանր ինչ որ բաներ գրեի, ստեղծագործեի, փորձեի, ինչ որ բլոգի համար բաներ անեի ու վերջ քնեի։ Ես այդ этаպում հասել եմ իմ երևի թե ամենացածր քաշերից մեկին, ոչ ամենացածրին, այդ ժամանակ ես 40 մետր 63 բոյով 47 կիլոգրամ էի, 48, որովհետև բառի բուն իմաստով ոչ ման չէի ուտում։ Բայց դա երևում էր բլոգումդ, ես ուղղակի Հա, չեմ հիշում, երևում էր։ բլոգում, հա։ Զեփյուռիկն է չէր օգնում։ Չէր օգնում։ Բլոգում, եթե հիմա հետ գնանք, ես շատ հրապարակումներ աշխատում եմ չարխիվացնեմ, չփակեմ, եթե ինչ որ լուրջ պատճառ չկա, օրինակ կարող մի բան եմ գրել այն ժամանակ, որ հիմա ես դա ոնց որ չեմ ուզենա, որ մարդը դա կարդա ոչ թե որովհետև դա իմ մասին է, այլ հոգեբանական ինչ որ խորհուրդ եմ տվել, որ մորը օքեյ չի, ասենք աղջիկ ջան, հոգեբանես, որ խորհուրդ ես տալիս հոգեբանական, ինչ որ այս պատճառով կարող է ինչ որ բաներ փակեմ, բայց երբ որ հին հրապարակումներս իմ վաղուցվա հետևորդները, իմ հին լսարան, այսպես ասած, կփաստի, թե ինչքան մռայլ էին իմ գրառումները շատ բաների հետ կապված, սկսած մաշկի խնդիրի հետ կապված, որ այդ շրջանում խորացավ, այդ էլ մաշկից խնդիր 2020-ին Ու դրանից սկսվեց պիկում ա քո եղել, բլոգի հա, գաղափարը։ հա, ու տեսեք ֆիզիոլոգիական առողջություն ամենակարևոր բաներից մեկը մոռացա, որ 2020 թվականին իմ մոտ խորացավ մաշկի խնդիրը, որովհետև ես անընդհատ սխմում էի, նարվայնանում էի դրանից ու փառք Աստծո, որ հետքեր որպես այդպեսին, Անդառնալի հա, ինչ հետքեր, հա, որ չեն չմնացին։ չի եղել, բայց հոգեբանի այդ աշխատանքը ինձ շատ օգնեց ու շատ կարևոր է, երբ որ մենք զգում ենք, որ եթե մեզ թվում է մեր հետ մի բան են չի, ուրեմն հաստատ մեր հետ մի բան են չի, որտեղ մեզանից լավ մեզ ոչ մեկ չի ճանաչում։ Բայց այդ խնդիրն է կա, երբեմն մարդիկ իրենց լավ չեն ճանաչում։ Ինձ թվում է նաև այդտեղ կարիք կա, որ մարդը այնքան խորանա իր մեջ, որ Հա, ինքը իրեն սկսի իսկապես ճանաչել։ Ու նաև դու դրա մասին ես շատ հաճախ խոսում քո բլոգում։ Քանի որ ասացիր, չեմ արխիվացնում, այսպես ես անդադ շեղվում եմ իմ հարցերից, բայց շատ հետաքրքիր է, էլի, հարցից հարց է առաջանում։ Քո բլոգում կար մի տղա։ Նկարներ էի հրապարակում ու անհետացավ նկարները։ անգամ Արդյոք չեմ հրապարակել նկարներ։ ստորիներով դե լավ Հա, ակտիվ էր ամեն դեպքում, բայց այդ վախը չես ունենում, որ հիմա ինչ որ մի բան որ հրապարակեմ, գուցե ինձ մոտ անձնական ինչ որ բաներ փոխվեն ու դա իմ էջում մնա, մարդիկ հիշեն։ Այդպիսի վախեր ունենում ես։ ինչ որ մի պահի հասկացա, չէ, այդպես վաղ չեմ ունեցել, որովհետև հա դե հիմա հրապարակում հետո կարող եմ արխիվացնել, դա եթե ինձ ցավ չպատճառի, լրիվ նորմալ է, դրանում ես որևէ ինչ որ բան չեմ տեսնում, որ ասեմ ես այս ֆոտոն չհրապարակեմ, որովհետև հետո կարող ես այդ մարդուց բաժանվեմ, հետո պետքա դրանք արխիվացնեմ կամ ջնջեմ, ինչ կմտածեն Կամ եւ այլն։ նայեմ, չէ, ոչ թե մտածելը նույնիսկ նայեմ ինձ ցավ պատճառի, օրինակ։ Չէ, ես եթե Ավելի թեթև ես երևի հա, վերաբերվում։ ավելի թեթև եմ վերաբերվում, այսինքն այդ հարցը չի եղել, որ ես չհրապարակեմ, որովհետև հետո կարող է արխիվացնեմ։ Ես ինչ որ շատ թիրախային եւ զգայուն թեմաներից եմ խոսում եւ որևէ մեկին չեմ ուզում ներքաշել իմ չեմ ուզում որևէ մեկին իմ պատճառով թիրախավորեն։ Ես այդ տեսանկյունից եմ նաև մտածում։ Հետո կան մարդիկ, ովքեր չեն ուզում իրենք հանրային լինել, բայց դու իրենց կամքին հակառակ պետք չի հանրայնացնել այդ մարդուն։ Այ տեսնում ենք, չէ, հարսանիքին պարեր, երբ որ ակնհայտ այդ տղայի մոտ չի ամաչում այդ տղան պարի, չի ստացվում, բայց ինձ տիպով է, ինչ որ կողքից ասես, բայց ախր չէր ուզում, հա, ամեն դեպքում կան տենց վիդեոներ։ Կամ տանջվելով Կամ գնում են ֆոտոսեսիայի։ գնում են ֆոտոսեսիայի, հասկանք, սիրելով եւ այլն կարող անեմ, բայց ես չեմ ուզում որևէ մեկի կոմֆորտ
զոնան խախտեմ, հոգուտ իմ կոմֆորտի կամ չգիտեմ, իմ բլոգը ընդհանրապես այդ ինչքան էլ լայֆսթայլի բաներ կա, բայց համենայն դեպս զույգի կյանքի մասին չի, օրինակ, որ ես հրապարակեմ այդպիսի ֆոտոներ, ավելի սոցիալական ուղղվածության է բլոգը ու ճիշտ է նաև իմ մասին է շատ, բայց ինչ որ մարդու չեմ ուզում ներգրավեմ այդ ամեն ինչի մեջ, որ ինքը լրացուցիչ չթիրախավորվի իմ պատճառով։ Այս ձևակերպմամբ կարող եմ ասել, Բայց կան է։ դե դարձին անցնենք այդ հարցը skip անենք, բայց չգիտեմ, կարող է ինչ որ ժամանակ գա, որ էմոցիոնալ առումով հավեսս տա, ես այդպես բաների շատ թեթև եմ տանում, կարող է հավեսս տա հրապարակեմ ինչ որ բաներ, կարող է հավեսս չտա արխիվացնեմ, այսինքն ես շատ խորը չեմ տանում այդ թեմաները, էլի ես դեպքեր եմ տեսել, երբ որ մարդիկ ինչ որ չգիտեմ, բաներ էին խառնում, որ համացանցից ինչ որ ֆոտոներ հեռացնեն եւ այլն, այդ շոու բիզնեսյան լրագրության տարիների բաներ եմ ասում, իմ համար դա մի քիչ հասկանում, յուրաքանչյուր մարդ իր էմոցիաներն ունի, իր վերաբերմունք ունի դեպքերին, բայց օրինակ իմ մոտ Թեթև ես տանում ավելի այդ ամեն ինչը։ թեթև եմ տանում ու ասում դե լավ դե հիմա եթե հավեսս տա կպոստեմ, հավեսս չտա չեմ պոստի, սա պահեր կա, կարող է սիրտս ուզի անեմ դա, սիրտս չուզի չանեմ, այս էտապում համենայն դեպս մտածում, բացի այդ թիրախավորելու հանգամանքը, կարող ասում հո դե մա թիրախավորվում, ոչինչ, ինքն է համաձայնվել իմ այդ ընկերությունն, ես չեմ ստիպել, պետք է հրապարակեմ, այսինքն այս վերաբերմունքը ունեմ ես այդ թեմայի հետ կապված։ Մեկ-մեկ տղաները քեզ գրում են, որ ոչ Երանի քո կողքինին։ Հակառակը Երանի իմ կողքինին։ Ինչի են վախենում ըստ քեզնից տղաները։ Չեմ կորցում բոլոր տղաները։ Բոլորը չէ, բայց եթե այդպիսի կոմենտներ են գրում, ինչ ես կարծում դրա տակ, ինչ կա տղամարդկանց կողմից։ Երևի դիսկոմֆորտ կա, որ նայեք, այտենց մտածում են տղամարդիկ, ովքեր իրենց ուժը տեսնում են կնոջը թուլացնելու հաշվին, բայց աշխարհում կան տղամարդիկ եւ նրանք որոնք առողջ են վերաբերվում եւ իրենք իրենցով ուժեղ են, այսինքն իրենք կարիք չունեն կնոջը թուլացնելու հաշվին ուժեղ երևալ, ոչ թե լինել, այլ երևալ կամ կնոջ ուժին ի հաշիվ կնոջ ուժի իրենց ուժեղ զգան, ի հաշիվ կնոջ թուլության իրենց ուժեղ զգան, այս շատ կարևոր է։ Այդ մանիպուլյացիաների դաշտ ենք արդեն գնում, երբ որ մանիպուլացնում են տղամարդիկ։ Ու իմ կողքին միանշանակ տղամարդը շատ ուժեղ, ինքնավստահ, ինքնաբավ եւ ինքը իր ուժերին վստահ մարդ է, որովհետեւ էլի եմ ասում ի հաշիվ ես այն կինը չեմ, որը որ կթուլանա կամ ինչ որ մանիպուլյացիաներ կանի, ասելով որ վայ դեն ասում են չէ կնոջ էներգիան մանիպուլյացնել է տղամարդուն կամ կանացի երջանկություն, երբեք չեմ հասկացել, որ մաղթում են այդ որն է այդ կանացի երջանկությունը, գրեք խնդրում եմ կոմենտներում։ Բայց շատ բան է, էլի այդ իմ համար առաջին ժամադրությանը քեզ պետք է այսպես պահես, այսինքն այդ մարդը քո հետ երկրորդ ժամադրության գրեք, ես լրիվ ուրիշ ձև պահես, ես դեմ եմ ռադիկալ այս կարգի մանիպուլյացիաներին, ես դեմ եմ, որովհետև կարծում հարաբերություններում ամենակարևոր ի սկզբանե անկեղծությունն է, ցանկացած հարաբերություն պետք է կառուցենք անկեղծության վրա, եթե դու այդպիսին ես, լավ է, ի սկզբանե այդպիսին լինես, ոչ թե գնաս դասընթացի, ինչպես գայթակղել տղամարդուն։ Գայթակղի քո այն ուժերով, որ դու ունես։ Պետք չի արհեստական մանիպուլյատիվ ինչ-որ բաներ անել կամ առաջին ժամադրությանը պետք է այսպես պահես, որ տղամարդը ցանկանա երկրորդ այսինքն կերպար խաղաս, որը դու չես, ցանկացած հարաբերություն եկեք անկեղծության վրա կառուցենք, ինչ վերաբերում է տղաների հետ կապված, այո, սիրելի աղջիկներ, ընտրեք այնպիսի տղամարդիկ, որոնք ոչ թե ի հաշիվ ձեզ թուլացնելու կփորձեն լինել ուժեղ, այլ իրենք իրենցով կլինեն ուժեղ եւ չեմ փորձի ձեզ ու ընդհանրապես ֆիզիկական ուժի մասին չի խոսքը, էլի բոլորս էլ կյանքի տարբեր этаպներում կարող ենք թուլանալ, կարող ենք աջակցության կարիք ունենալ, այսինքն ինչքան մենք ենք ուզում ինչ որ ամուր ուս արտասվելու համար կամ պաշտպանված զգալու համար մեզ, որովհետև բոլորս էլ կյանքի տարբեր этаպներում այդպիսի հոգեվիճակում հայտնվում ենք, այնպես էլ մեր կողակիցը պետքա վստահ լինի, տղամարդկանց համար էլ չստեղծենք կարծրատիպեր, այսինքն իրենք էլ վստահ լինեն, որ եթե իրենք թուլանան, կյանքի ինչ որ этаպներում իրենց վատը զգան, իրենց կողքը կա կանգնած կին, որ իրենց ցանկացած հարցում պատրաստ է աջակցել, պատրաստ է լինել այն ուսը, որի վրա իրենք կարող են հենվել
սա սենց փոխ հարաբերությունների մասին, բայց այդպիսի կոմենտներ գրում են տղամարդիկ, ովքեր իրենց ուժը տեսնում են կնոջը թուլացնելու հաշվին։ Ու քանի որ դու շատ սուր լեզու ունես ու շատ հայտնի ես, ու շատ Ընդունում հայտնի ես որպես կոմպլիմենտ։ իհարկե կոմպլիմենտ է, ու քանի որ շատ բաց ես խոսում բոլոր թեմաների մասին, օրինակ, չգիտեմ, Հայաստանում կան կարծում եմ մինչև օրս կան տաբու թեմաներ, օրինակ ուսուցյան թեման, եւ շատ էլի այլ թեմաներ, որոնց որ դու անդրադառնում ես, այո, եւ մարդկանց թվում է, որ դրա մասին ամոթ է խոսելը, ու բացի դրանից, քանի որ այդ ամեն ինչը շատ սուր հայացքով պամֆլետային, ֆելյետոնային ինչ-որ երանգներով ես ներկայացնում, շատերի մոտ առաջանում է նաև այդպիսի կարծիքներ են, չէ՞, քեզ գրում, որ հակասում ես քեզ, այսինքն եթե սկսել էր խոսել իր արտաքին թերություններից body positive-ը պրոպագանդելով, ինչի սկսեց հետո արդեն իր տեսքին հետևել, բայց այստեղ ինձ թվում է body positive-ի, ֆեմինիզմի սխալ մեկնաբանություն կա ընդհանրապես մարդկանց մոտ, համաձայն ես։ Միանշանակ էս այդ կարծրատիպային վերաբերմունքն է, որ երբ որ մարդուն ասում ես ինքդ քեզ սիրի, այդ մարդ միանգամից ասում է, այսինքն դառնամ ալարկոտ ու տամ չիփսեր եւ անառողջ կյանք վարեմ։ Ոչ, եթե մենք մեզ սիրում ենք, հակառակը մենք հոգ ենք տանում մեր մասին, եթե մենք մեզ ընդունում ենք այնպեսին, ինչպեսին մենք կանք, մենք ցանկացած փոփոխություն անում ենք ոչ թե շրջապատի համար, այլ ինքներս մեր երջանկության համար, ու ինքդ քեզ ընդունել չի նշանակում տեղում դոփել, որևէ փոփոխություն չանել քո կոմֆորտի, քո երջանկության համար, այստեղ կարևոր է մարդու հոգեբանական վիճակի վրա մենք չազդենք եւ օրինակ մարդուն տեսնելուց մեկնաբանություն չանենք իր արտաքինի մասին, իր քաշի մասին, որովհետեւ մարդը տանը հայլի ունի եւ այդ մարդը կարողանում է գնահատել իրավիճակը ու ինքն իրեն նայել եւ իր թերությունները տեսնել։ Խոսքը այդ կողքի կարծիքի, այդ կարծրատիպերի մասին է, որը մարդու հոգեբանական վիճակի վրա կարող է ազդել եւ մենք չգիտենք մարդը կարող է ունի սնման վարքի խանգարում, դու իրեն ասում ես ինչ լավ նիհարել ես, ու այդ մարդը ավելի պարզվի տանջվում է եւ դեղերը խմում, բուժվում է եւ այլն։ Ըստ քեզ, ըստ քեզ այս երևույթների մասին սխալ մեկնաբանությունը շատ չի Հայաստանում, որովհետեւ ինչ որ պահի մարդկանց թվում է, որ body positive-ը նշանակում է, չգիտեմ, չհետևել իրեն, այդ քո ասած ալարկոտությունը, որ ինչպես իր տեսքն է եւ չգիտեմ, ինքը իրեն վատ է զգում, բայց չաշխատի դրա ուղղությամբ, ինքը իրեն հայելու մեջ նայելիս դուր չի գալիս, բայց չաշխատի դրա ուղղությամբ, օրինակ, հա, այսպիսի օրինակներ եմ ասում։ Նույնը ֆեմինիզմի մասին է խոսքը, այսինքն շատ տարբեր հակասական կարծիքներ կան ու այստեղ ինձ թվում է նաև շատ սխալ մեկնաբանության տեղ կա։ Քո կարծիքն եմ ուզում լսեմ որպես ոլորտում խորացած մարդ։ Ինձ մեկ-մեկ ասում են ընդհանրապես ֆեմինիստի նման չես, ու ես այստեղ հասկանում եմ, որ մի ժամանակ էլ ասում են ընդհանրապես լրագրողի նման չես, այսինքն դու այդտեղ հասկանում ես, որ մարդիկ իրենց գլխում ունեն կարծրատիպային պատկերացումներ։ Իսկ ինչպիսինը պիտի լինի լրագրողը կամ ինչպիսինը պիտի լինի ֆեմինիստը։ Դա այդ մարդկանց գլխի մեջ եղած կարծրատիպերի արգասիքն է, այսպես ասած։ Ես իրականում չեմ կարող ասել, թե այսինքն կարող եմ ասել, որտեղից է գալիս այդ կարծրատիպը, որովհետև դեռ տարիներ առաջ, երբ որ ֆեմինիզմը իր առաջին ալիքն էր ապրում, շատ ծաղրանկարիչներ վարձվեցին հենց լրատվամիջոցների, ԶԼՄ-ների, մեդիայի կողմից առհասարակ, որ այդ պայքարող կանանց, իրենց իրավունքների համար պայքարող կանանց պատկերեն ծաղրանկարների տեսքով թերթերում, որպեսզի միջին վիճակագրական կինը տանը նստած չուզենա նույնականացվել այդ կնոջ հետ, որը պայքարում է իր իրավունքների համար։ Այսինքն ստեղ այդ խնդիրը կա, որ այնքան արմատացած ա եղել այդ կարծրատիպը, ֆեմինիստ կանանց պատկերել X կամ Y կերպարով, որի հետ չի ուզում նույնականացվի մեկ այլ կին, որ մինչև այսօր հասել է այդ կարծրատիպը, եւ դա այնքան ձեռնտու կարծրատիպ է մեդիայի շատ ներկայացուցիչների համար, օրինակ, որոնք, չգիտեմ, սնվում են X աղբյուրից եւ այդ X աղբյուրը այնպիսի բան է, որը կարող է ինչ-որ առումով նսեմացնում է կանանց, կամ ինչ-որ նսեմացնող մտքեր է արտահայտում, սենց կամ բացի դրանից գրանտ է ստացել են, պիտի այդ ամեն ինչը իրականացնեն, օրինակ, հա։ Հենց այդ է, դա սենց մի հատ շղթա է, որը այդ շղթան գալիս է ու դրա արդյունքում ստեղծվում է կարծրատիպային վերաբերմունք ֆեմինիստ կնոջ կերպարի հետ կապված։ Անջելինա Ջոլին ֆեմինիստ չի, Անջելինա Ջոլին ֆեմինիստ է։ Մոնիկա Բելուչին
ֆեմինիստ է, իր ֆեմինիստական մտքերը ֆանտաստիկ են, ինքը բազմիցս խոսել է այդ մասին։ Այն գեղեցկուհի հնդկուհին, Հասկացա ում մասին է Պրիանկա խոսքը։ Չոպրան։ Այո։ Ինքը իրական, չգիտեմ, ֆանտաստիկ գեղեցկուհի է եւ բոլոր Շեյխա Մոզան, ինչի՞ չէ։ ես ասում եմ գեղեցկուհի, Սաուդյան կարծիքանով, աշխարհի ներկայացուցիչ, որտեղ ամեն ինչ այո, շատ փակ է։ գեղեցկուհի ասելով նկատի ունեմ հենց այդ հասարակության պատկերացումներով, այդ կոնվենցիոնալ ստանդարտներով գեղեցկությունը, եւ էլի վերադառնալով այդ ծաղրանկարներին, այդ ձեռնտու կերպարը կնոջ, որը շատ հաճախ ասոցացվում է ռադիկալ ֆեմինիզմի հետ, ես լիբերալ ֆեմինիստ եմ ինձ համարում, բայց շատ դեպքերում այո, գուցե նաև պետք է այդ ռադիկալ մոտեցումը, շատ բաներ ռադիկալ է արվում ու մարդիկ նկատում են այդ ռադիկալ արվածը եւ ասում են, հա, ֆեմինիզմը էս է, ֆեմինիստները էս են, բայց յուրաքանչյուր կին, ով խոսում է իր իրավունքների մասին, առօրյա պաշտպանում է իր իրավունքները, ինքը արդեն ֆեմինիստական դրսևորում է կատարում։ Մենք բոլորս, բոլոր կանայք այսօրվա օգտվում են ֆեմինիզմի բարիքներից, չեմ ուզում ասում գրեթե բոլորը, բոլորս օգտվում ենք ֆեմինիզմի բարիքներից, օգտվելով ֆեմինիզմի բարիքներից ասել, որ ֆեմինիզմը վատ բան է, սա աբսուրդային է, սա երկակի ստանդարտներ են։ Ես չեմ հերքում, որ կան մարդիկ, ովքեր օրինակ ֆեմինիստական թեմաներից խոսում են, գուցե մի քիչ ագրեսիայով կամ գուցե մի քիչ ոչ էնդի տանկյունից, որին պատրաստ է հայ հասարակությունը լսել։ Ես դա չեմ հերքում, բայց դա այդ մարդկանց ընտրությունն է։ Ի վերջո թե իմ նպատակն է նույնը, թե այդ մարդու, ով որ մի քիչ ուրիշ տեսանկյունից է խոսում ֆեմինիզմի մասին։ Մեր երկուսի նպատակները նույնն են, բայց այդ թեման տեղացնելու մոտեցումը, այո, տարբեր են։ Ձեր ընտրությունն է ում լսել, ում չլսել, ում հետևել, ում չհետևել։ Օրինակ իմ համար հայ հասարակության, այս վերջում առիթ եղավ այդ մասին խոսելու, մենք ունենք հրաշալի մի հրապարակախոս, գրող, ով իմիջիալոց Զապել Եսայանի հետ, այն մյուս կիններ, Մարի Պեյլերյանը, ով ներառված էր մահվան ցուցակում քեմալական այդ ջարդերի, Զապել Եսայանն եւ ինքն էլ հրաշալի գործեր ունի դեռ այն ժամանակ, հա, կանանց իրավունքների հետ կապված, ու երբ որ ես իրան կարդում եմ, այդ լավ միտք են տեղից վերցրի, որը ես երկար ժամանակ մտածում էի, բայց չգիտեի արտահայտեի թե չէ, ինքը ասում արևմտյան ֆեմինիզմը բառացի չեմ կարող ասենց ասել, կողանչու բաներ իմ բառերով ասեմ, արևմտյան ֆեմինիզմը ինքը հայ հասարակության համար պետք է մտածել հայկական ֆեմինիզմ, որը հայ հասարակության, հայ կանանց խնդիրներն է բարձրացնում, որովհետև արևմուտքում մարտահրավերները եւ խնդիրները կանանց համար գուցե շատ ուրիշ են։ Դրա համար մեզ պետք է մեր իրականության խնդիրները թիրախավորող մի հատ շարժում, որը կպայքարի կանանց իրավունքների համար, այն խնդիրների վերացման համար, որոնց բախվում են հայ իրականության մեջ ապրող կանայք, ու վախենում են բարձրաձայնել, քանի որ մեր հաղորդաշարը, այսպես ասեմ, ոդկասթը նաև վախերի մասին է, շատ կարևոր է, որ դրա մասին անդադար բարձրաձայնվի ու մարդիկ այդ վախերին դեմ գնան, կարողանան դեմ գնալ։ Հա, միանշանակ ու շատ կարևոր է այնտեղ այն միտքը տեղ հասցնել, որ սիրելի կանայք դուք մենակ չեք, այսօր շատ այսպես տարբերակներ կան բարձրաձայնելու խնդիրների մասին, անանուն կերպով խոսել դրանց մասին, անանուն կերպով օգնություն ստանալ, շատ թեժ գծեր կան, կա Safe-ю հավելվածը, մի խոսքով լծակները շատ են ու եթե անգամ այդ տարիների բռնությունը ձեզ ստիպում է զգալ մենակ խոցելի, դա այդպես չի, դուք կարող եք դուրս գալ բռնությունից, դուք կարող եք թեկուզ անանուն կերպով աջակցություն ստանաք, կա ապաստարան, մի խոսքով sense լծակները շատ են ու պետք չի որ դուք ձեզ մենակ զգաք, վախեր ունենաք, օրինակ ինչ կլինի, եթե այս սիտուացիան փոխվի, կարող է ավելի վատ լինի, կարող է այս աջակցություն չստանամ, չէ, դուք աջակցություն կստանաք ու դուք մենակ չեք։ Շատ կարևոր էր այս քո ուղերձը ու քանի որ վախերից ենք խոսում, ես մի փոքր հարցաշար եմ առանձնացրել արագ-արագ հարցերով։ Ներքին կաղապարների ու ուրիշի կարծիքից ազատագրվելու մասին։ Հիմա քեզ հարցեր եմ տալիս ու դու ասում ես, թե ինչի ֆոբիա է դա։ Նկարագրություն ասում եմ ու տարբերակները դու կարող ես ընտրել։ Ուրեմն, մարդը կարող է երկար ժամանակ չսկսել նախագիծ, չհրապարակել միտք, չանել քայլ, որովհետև վախենում է, որ իդեալական չի ստացվի։ Ինչ վախ է սա։
ատելոֆոբիա, ագորաֆոբիա, կլաուստրոֆոբիա։ Չէ, կլաուստրոֆոբիան բացառում ենք։ Առաջի երկուսը նորից։ Ատելոֆոբիա եւ ագորաֆոբիա։ Առաջինը, որովհետև, չգիտեմ, կարող եմ վերլուծել ագորաֆոբիան, կարող է ինչ-որ ագորայի հետ կապ ունի, Լավ ես տրամաբանում, վախ է բաց տարածքներից ագորաֆոբիան։ Կլաուստրոֆոբիան փակ տարածքներից։ Ատելոֆոբիան վախ է անկատար լինելուց, այսինքն երբ որ մարդը ինչ-որ մի բանից, այո, ճիշտ է։ Իսկ քեզ մոտ եղել է այն վախը, որ բլոգը սկսելիս անկեղծ երևալուց ունենաս այդ վախը, սկսելուց այդ վախը ունեցել ես։ Հա, ունեցել եմ։ Մանավանդ որ ասում էի շատ ատելության խոսք կար այն թվականներին եւ այլն եւ այլն։ Հա, ունեցել եմ, բայց էլի այնքան ուժեղ էր իմ ռեալիզացվելու ցանկությունը, մղումը, հատկապես հոկեբանի sense ժամանակագրական որ դասավորենք, այդ этаպներ, երբ որ արդեն հոկեբանի մոտ այցելում էի, ինչ որ մտքեր ունեի, որոնք ուզում էի sense կիսվեի, արդեն էնտուզիազմ ունեի, այնքան ուժեղ էր այդ մղումը բարձրաձայնելու, խոսելու, ես ժամանակին այնքան կարիքը ունեցել եմ այդ կարգի բաներ լսելու, որ ավելի ուժեղ էր դա, քան այդ սկսելու վախը, որտեվ եթե հետո թողենք, հետո կողա չսկսենք։ Ու մարդկանց կարող է թվալ, որ այսպես սիրուն, գեղեցիկ նստած խոսում ենք շատ հեշտ վախերը հաղթահարելու մասին, բայց հավատացեք, ոչ։ Հաջորդ հարցը, մարդը կարող է նույնիսկ ճիշտ բան չասել կամ չանել, որովհետև վախենում է, որ իրեն կծաղրեն, կպիտակավորեն կամ կդարձնեն քննարկման թեմա։ Ինչ վախ է սա։ Գելոտոֆոբիա, նիկտոֆոբիա, թե ակրոֆոբիա։ Վախենում որ իրենք քննադատեն։ Վախ քննադատությունից։ Արի վերլուծենք, որը ինչ վախ է։ Գելոտոֆոբիա, նիկտոֆոբիա եւ ակրոֆոբիա։ Մի հուշում, ակրոֆոբիան վախն է բարձրությունից։ Այդ հանեցինք։ Ակրոֆոբիան գիտեի։ Այդ գիտեի։ Մնում է նիկտոֆոբիան եւ գելոտոֆոբիան։ Գելոտո։ Գելոտո։ Եվ երկրորդը նիկտոֆոբիա, նիկտոֆոբիան վախն է մթությունից, իսկ իրականում ճիշտ պատասխանն է գելոտոֆոբիա, վախ ծաղրի արժանանալուց, պարզվում է մենք շատ վախեր ունենք։ Եվ երրորդ հարցն էլ տամ ու քեզ շատ չտանջեմ։ Մարդը չափազանց կախված է ուրիշների կարծիքից, նույնիսկ եթե ինքը վստահ է իր որոշման մեջ, մի քանի բացասական մեկնաբանություն կարող է իր ամբողջ օրը փչացնել։ Ու սա էլ վախի անուն է, պարզվում է ալոդոքսաֆոբիա, որն է, հեմատոֆոբիա, թե ավտոֆոբիա, որն է ճիշտ պատասխանը։ Ըստ քեզ։ Հեմատոֆոբիան չի ինձ թվում է։ Հեմատոֆոբիան վախն է արյունից, որը ինձ թվում է ես ունեմ։ Հեմատոմա արմատը վերցնելով ենթադրեցի, երևի ավտոֆոբիան էլ չի, առաջինն է էլի։ Այո, ավտոֆոբիան վախն է մենակ մնալուց, իսկ ալոդոքսաֆոբիան վախն է ուրիշների կարծիքից։ Այնպես որ մի ունեցեք այսպիսի ֆոբիաներ, ձեզ մաղթենք, որ չունենաք նման ֆոբիաներ։ Եվ մի հետաքրքիր բան եմ կազմակերպել։ Դու տեսնում ես ամբողջ ընթացքում իրեն քո աչքերի առաջ։ Հիմա պետք է փակենք քո աչքերը եւ եթե գուշակես, քեզ համար նվեր ունենք Talking Candles-ից, մեր թողարկման գործընկերոջ կողմից, մոմեր եւ արոմապրոդուկտներ արտադրող բրենդ է, 5 տարի է գործում է Հայաստանում, Made in Armenia պիտակով։ Ես պետք է կռահեմ, թե ինչ է տուփի մեջ։ Այո։ Եվ քանի որ դու ինձ ասել ես, որ միջատներից սարսափում ես, ես էլ ունեմ միջատներից վախ եւ ամեն դեպքում միջատ չի։ Միջատ չի, փոքրիկ տառականին չեմ։ Իրականում տառականներից ես էլ վախ ունեմ եւ այդպիսի մի հատ ֆիլմ կա, եթե հիշում ես, ամերիկյան, որ տղան տառականների հետ է ապրում։ Բայց ես սիրում եմ այդ ֆիլմը։ Եվ ձեռքդ պիտի առաջ բերես։ Սպասի, ես բերեմ շոշափի, այո։ Ճիճուչի, ինչ-որ բան պոկեցի։ Ինձ թվում է որդեր չեն, չէ՞։ Անձրև որդեր, զուտ չտանջեմ իրան։ Չեմ ասում, որ մի քիչ։ Սլիմի նման է։ Սլիմ մի խոսքով։ Չէ։ Անձրևորդ չի։ Ինձ թվում է սիր անձրևորդ։ Չէ։ Դու քեզ խոստացել էի, որ չեմ դնի։ Մի քիչ էլ գուշակի։
Հա։ Եզի։ Այո։ Հանի, ես հիմա քեզ կօգնեմ մաքրել։ Այո։ Գուշակեցիր։ Չէ, Վախեցա՞ր։ անձրևորդ վրացի անձրևորդ ես արդեն վախեցա։ Օ, շնորհակալ եմ։ Հուսով եմ քեզ դուր կգա, այնտեղ կնոջ կերպարանք է եւ թխվածքի հուսով եմ կհավանես։ Շատ լավն է, շնորհակալ։ Անվանական քո անունով։ Շնորհակալություն, որ այդքան շատ չվախեցար։ Չէ, վախեցա մի քիչ։ Վեր թռար երևի ավելի շատ։ Եվ եթե բացենք որպես Զարայի սևարկղը, քո ներսում ինչ կգտնեն մարդիկ։ Մի քիչ այսպես սյուր հարց տամ, որպես մեր թողարկման ամփոփում։ Ֆիզիոլոգիական մակարդակով գիտենք ինչ, բայց բոլորին պատմել ես։ Բայց հոգեբանական մակարդակով երևի իմ մեջ կա շատ հույս, շատ հույս ու Պանդորայի արկղի մեջ մնաց մենակ հույսը, իմ մեջ էլ չէ իրականում շատ հույս կա ու հույս կյանքի ցանկացած դրվագի հետ կապված, երևի եթե ինձ հարցնեն ինչն է քո մեջ այդպիսի երևույթներից շատ, ես կասեմ հույսը, դե ես այն մարդկանցից եմ, ով իր հույսը ընդհանրապես ես չեմ հիշի մի դրվագ, որ ես ասեմ հույսս կորցրել եմ, անկեղծ, դա համար իմ մեջ շատ հույս կա, հույս լավի հետ կապված, որ ամեն ինչ լինելու է շատ լավ, իսկ եթե դեռ ամեն ինչ լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։ Իսկ այդ հույսի կողքը ապրող ինչ վախեր կարելի է գտնել։ Դու ես վերջերս, քանի որ ասել էիր, որ ուզում ես մայր դառնալ, կան վախեր ընտանիք կազմելու, մայր դառնալու։ Չէ, հակառակը, ինչ որ տարիքից իմ մոտ համենայն դեպս այդպես էր, ես ներքուս սենց մտածում, ասում, հիմա մեծամտություն չլինի, բայց այս սոցիումի համար շատ լավ երեխաներ կդաստիարակեմ, փոքրիկ ֆեմինիստներ, տղա երեխայի մամա եմ վախենում լինել, բայց հուսամ կլինեմ երկուսեռի մամա էլ, չգիտեմ, ես շատ կանացի միջավայրում եմ մեծացել, կանացի ոչ թե ստանդարտների առումով, այլ կանանցով շրջապատված ու ինձ վախեցնում է տղա երեխայի մամա լինելը։ Ես աղջկա մամա, ես գիտեմ, ես իդեալական մամա կլինեմ աղջկա համար, դաստիարակության առումով։ Ու ես մամա եմ դառնում, սկսվում խնդիրները, կներեք ինձ մաման է, դեռ մամա չեմ, ներեք ինձ նորմալ է, ասենց մեծ խոսել։ Հոգեբաններն ասում են տղաներին 5 տարեկանից պետք է հանձնել հայրիկին։ Չգիտեմ, բայց այդպիսի կարծիք եմ լսել։ Եթե այս թեմայի շրջանակներում ասեմ, երևի չէ, այդ վախն է, որ տղա երեխայի մամա լինելը իմ համար մի քիչ ավելի մարտահրավերային է թվում, քան աղջիկ երեխայի, դե փորձառու մամաներ ինձ կողակ խորհուրդներ տալ արդեն։ Եվ ինչ կուզենաս ավելացնել մեր զրույցի ավարտին։ Ամեն ինչից խոսեցինք, ու սենց շատ ջերմ, շատ հավես ֆորմատով խոսեցինք։ Ինձ համար էլ է շատ հետաքրքիր, հաճելի։ Ես միշտ հարցերը պատրաստում եմ ու լրիվ այլ զրույց եմ ստանում։ Դες ավելի օրգանիկ ու բնական է ստացվում, չէ, շատ հավես էր, հուսանք ոչ միայն զուտ ժամանցի համար կլինի այս զրույցը, նաև ինչ որ օգտակար խորհուրդիկներ եւ այլն։ Եվ մոտիվացնող լսողին։ Այո, որովհետև մոտիվացրեցի շատ։ Հուսով եմ դա փոխանցվեց նաև կադրից այն կողմ։ Շնորհակալություն։ Դե ինչ այսօրվա մեր սևարկղում Զարա Ղազարյանն էր եւ կարող եք մեկնաբանություններում հատկապես գրել, թե մեր զրույցի որ հատվածը ձեզ դուր եկավ։ Այդպես լավ անկեղծացար, թե չէ, ճիշտն ասա։ Հա, ալիս ես առանց ֆիլտրի խոսում եմ տրակտորի նման, չեմ էլ հասնում, նենց եմ խոսում արագ որ ամեն ինչ հասցնեմ ասել